Внимание! Говорит Москва. 1941 թվականի հունիսի 22-ին խորհրդային հաղորդավար Յուրի Լևիտանը հայտարարեց պատերազմի մասին։ Գերմանացիները առանց պատերազմ հայտարարելու հարձակվել էին Սովետական Միության վրա, ճեղքելով պաշտպանական գծերը Բալթիկից մինչև Սևծով։ Խորհրդային իշխանությունները լծվեցին Միութենական բոլոր հանրապետություններում ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու գործին։ Ինչպես նշում է պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը, Խորհրդային Միությունը գաղափարախոսական պետություն էր, կրթությունից մինչև պետական կառավարման մակարդակ, հենասյունը իդեոլոգիան էր։ Հատուկ քարոզչական մարմիններ ստեղծվեցին այդ ժամանակ, եւ պաստառներներ, եւ երգերներ, եւ ռադիոներ, մենք հիշում ենք անգամ հայտնի հաղորդավարի ձայնը, որը միջև հիմա սարսուռ է ազդում եւ տպավորություն է ստեղծում, ժամանակին իրենք ունեն հատուկ հանձնաժողովներ, որտեղ ընտրվում էր մանրակրկտորեն ամեն ինչ։ Հայ գրող Դերենիկ Դեմիրճյանն այդ տարիներին իր վարդանանքը գրեց, որը գովերգում էր հանուն հայրենիքի կյանքի զոհաբերումը։ Նպատակն էր Հունան Ավետիսյանի պես հրանոթը կրծքով փակող որդիներ ունենալ։ Խորհրդային իշխանությունները սկսեցին հերոսացնել հանուն հայրենիքի պաշտպանության կռվածներին եւ զոհվածներին։ Ավելի ուշ պատրաստվեց Ռոդինա մայր զավյոտ, մայր հայրենիքն է կանչում կարգախոս պաստառը։ Ոչ միայն հայրենական երկրորդ պատերազմ կամ համաշխարհային երկրորդ պատերազմ, այլ օրինակ մենք հաճախ ենք խոսում ինչի Խորհրդային Միության փլուզումից հետո Արցախյան պատերազմ, առաջի պատերազմում ոգևորությունը եւ գաղափարախոսությունը ավելի մեծ էր, որովհետեւ ձևավորված էր մի սերունդ, որը գաղափարախոսությունների եւ իդեոլոգիայի վրա էր դաստիարակված։ Էդգար Հովհաննիսյանը պատմում է, գաղափարախոսությունը հիմնական մեխը չէր։ Սովետը կազմակերպական լուրջ միջոցներ էր ձեռք առնում։ Առաջին հարվածը ընդունելուց հետո սկսել էր աշխատել այդ ուղղությամբ։ Կոմունիստական կուսակցության բարձրագույն մարմիններից մինչև Խորհրդային Միության պետական կառավարման բարձր մարմիններն ու մինչև հասարակ կոլտնտեսականը իրենք գիտեին ինչ գործով են զբաղվում։ Թիկունքի գործ, սպասարկման գործ, կռվի գործ, անկախ այն բոլոր տեսակի դժվարություններին, որ ունեին։ Մարդկային կյանքերը խնայելու հարցում ԽՍՀՄ-ն առաջատարներից չէր։ Զինվորները ոչ միայն հայրենիքն էին իդեալականացնում, այլև այդ հայրենիքի առաջնորդին՝ «Զա Ռոդինու, զա Ստալինը», բղավում էին զինվորները իրենց կյանքը զոհելով հանուն հայրենիքի ու Ստալինի։ Իսկ սովետական երգերը տարբեր թեմատիկաներ ունեին։ Նպատակն էր կապել զինվորին հայրենիքի հետ՝ «Սվիշեննայա վայնա», «Սրբազան պատերազմ», «Կատյուշա» եւ այլն։ Բայց միայն գաղափարախոսությունը չէր, որ խորհրդային զինվորներին առաջ էր տանում։ Հաճախ մենք պատմական աղբյուրներում տեսնում ենք հիշատակություններ կամ փաստաթղթերում, որ հարձակվող զորամասերի թիկունքում եղել են փոքր ջոկատներ, որոնք պատժել են նահանջողներին եւ դասալիքներին։ Հայերն այլ դրդապատճառել ունեին։ Եթե Ստալինինգրադում Գերմանիան հաղթեր, վտանգ կար, որ Թուրքիան արևմուտքից հարձակվելու է։ Հայերը գնում էին հյուսիս հաղթելու, որ կողքի հարևանը մոռանար դեպի արևելք ծավալվելու հավանականությունների մասին։ Հենց այսպես խորհրդային կարմիր դրոշը հասավ Բեռլին։ Մտքում հաղթանակի վստահությունը պատերազմի այլ ելք բերեց։ ԽՍՀՄ հաղթեց մինչև մահ մարտնչելու ու հաղթելու ձգտմամբ զինվորներին ուղարկելով դեպի ռազմաճակատ, դեպի մթին գիշերները, որտեղ միայն փամփուշտներն էին օդում սուլում։ Սիմոն Հովհաննիսյան, Գևորգ Սիանոսյան, Ռեյնյուզ Արմենիա։